Ծակվում են խառը մի քանի հոգով Շատ արբեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Մամայի բալա Դրսում թե տանը Մամայի բալա Դատար գրպանը Մամայի բալան Սիրահարվում է Մամայի համար Ամուսնանում է Մամանա էստան Լիազոր թե սպանը Մամայի բալա Եկ մեկ բոլորս էստանը Մամայի բալա Անուշ ինչ ա եղել։ Երազ եմ տեսել։ Սարսափ։ Չէ, երազից ռիպսի մեծ բոթասներն եմ տեսել։ Բա ինչի ես գոռում։ Որտեվ չունեմ դրանից։ Չունես գնա առ, որ մենք էլ հանգիստ քնենք, Անուշ։ Չեմ կարա։ Թանկա։ Զույգը 40,000։ Ստացվում է մի հատը 20,000։ Անուշ, 21-րդ դարն է, լիքը փող աշխատելու ձևեր կան։ Ճիշտ է, Անուշ, քեզ աշխատանք գտի։ Կամ էլ հարուստ սիրած։ Ստացվում է մի հատը 20,000։ Ախպերս, այսօր դու ես ճաշանին արեդը։ Ճաշանի ինչը։ Ես դու չես ծառայել։ Ճիշտ ասած, չէ, ես պլանավորում եմ ավարտել համալսարանը, հետո մագիստրատուրան, հետո ասպիրանտուրան, հետո արձինատուրան, պաշտպանել տեխնացուականս ու այդ դրանից հետո երևի էլ ինձ բանակ չտանեն։ Ոնց։ Տենց էլ էր կարելի։ Բայց ոչինչ։ Մենք այդ բացը ստեղ կլրացնենք։ Այսօր դու ես ճաշանին արեդը։ Ինչ պիտի անեմ։ Հիմա ինչ սարքում ես, դրանից մի քիչ ավել սարքի, բոլորով նախաճաշենք։ Ես արդեն նախաճաշում եք, հա։ Հա, ճաշանից նարյադն էլ ես եմ։ Նարյադը։ Նարյադը։ Իսկ ո՞նց քնեցիք։ Շատ վատ, ես ամբողջ գիշեր մի վայրկյան աչք չեմ կպցրել։ Անընդհատ ինչ-որ վերանորոգման ձայներ էին լսում։ Դրելի ձայն ես լսել, Դավիթ ջան։ Հա, Այդ Անուշն է խռացնում, քիչ-քիչ կսովորես։ Մի խափի մեկի, կյանքում չի եղել ես լսեմ ոնց եմ խռացնում։ Բրիկներ ջան, նախաճաշի ժամն անցավ։ Նստեք հաց ուտենք։ Նարը, ինչ եղավ նպիրշիկը։ հենց հիմա բերում եմ։ Ես քեզ կօգնեմ։ Ստոպ։ Չեք նկատում, որ մեկը պակաս է։ Էլի մարդ ենք սպասում։ Չէ, Գորջան, մենք չենք սպասում, բայց ինքը միշտ գալիս է։ Ջան, ես նրբիրշիկ եք խաշել։ Գոդո պարում։ 15 հատ։ Ես բան չի չեք ուտում։ Մեգի ջան, այսօր ինչ ես անում, որ կարող է իրար այդ պոգվենք բժնի կայֆերի։ Լավ չէ, Սաբո։ Երավ, եթե բժնին դուրը չի գարի, կարան գրարվեն կարզնու ձոր։ Աբո, չես հասկանում, որ խնդիրը տեղը չի։ Տեղը քո վրա է։ Աբո, խնդիրը դու ես։ Չի լինի։ Չիլի։ Իդեպ, մոռացել էի ձեզ ասեի,
Այս քանի օրը համալսարանի դիմաց մի հատ ավտո է կանգնած։ Հաստատ իմ համար է գալիս։ Հետո վա, հլը դրա անուն ազգանուն քաշ բոյը ասա, գնամ ոտերը ջարդեմ։ Պետք չի Անուշ։ X6-ով է։ Հեսա ինքը կգա ինձ առաջարկություն կանի ու իրա հետ էլ կգնամ։ Բայց ոչ թե բժնի, այլ Դուբայ։ Ես կբացեմ։ Ես հաստատ X6-ով ուզողս է։ Այս ծաղկե փունջը աշխարհի ամենագեղեցիկ աղջկան։ Աննայ։ Ոնց։ Բեբեյով ուզողս քեզ է ծաղիկներ ուղարկել։ Չէ։ Այս հաստատ մեր զուգահեռ կուրսի Աշոտն է։ Մի ամիսը արդեն անընդմեջ ինձ անհանգստացնում է։ Հլը այդ Աշոտի անունը, ազգանունը, տարիքը քաշը ասա, գնամ ոտերը ջարդեմ։ Քուրս պետք չի։ Ես ուզա կգնամ իր հետ կխոսամ ինչ պետք է, կվախենա ձեր կազարմա մտնի։ Այո, ճիշտ է, ես էլ կգնամ նրան կխնդրեմ, որ այլևս նման բան չանի։ Կարծում եմ նա ինձ կհասկանա։ Չէ, պետք չի, ես ինքս իմ հարցերը կլուծեմ։ Դե նայ Աննա ջան, եթե պետք լինի գիտես, կարաս ինձ դիմես։ Ինձ էլ։ Աննա ջան, այդ ծաղիկները քեզ պետք են։ Չէ, Ալբերտ ջան, պետք չի։ Դե պետք չի, կտաս ինձ։ Ես այս գեղեցիկ ծաղիկները ուզում եմ նվիրեմ աշխարհի ամենագեղեցիկ աղջկան։ Ես քեզ։ Աննա ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչ կցանկանաք, թեյ, սուրճ, պաղպաղակ, ինֆորմացիա։ Իսկ ասեք Էլենա երբ է գալու։ Իհարկե կասեմ, ուղղակի գիտես, չէ, ես մի քիչ հիշողության պրոբլեմ ունեմ։ Բայց որ ինձ հուշում են, ես հիշում եմ։ Հեսա կգա։ Մի քիչ սպասին կգորելի։ Հելեն, լավ է եկար, հաճախորդները քեզ են ուզում։ Էլեն ջան, մեկ հատ ռոլտն կսարքես, Որ համը։ որը որ դու ես սիրում։ Ես կծու հավն եմ սիրում։ Ես էլ։ Էրիկ Սարքի։ Եկել եմ ասեմ, որ այսօր չեմ գալու։ Այստենց ոնց կնի, այսօր քո հերթն է աշխատանքի, համել ես դասի պիտի գնամ։ Էրիկ շատ կարևոր տեղ ունեմ գնալու։ Ու եթե չգնամ, շեֆը քո աշխատավարձից է պահելու։ Հա, բայց ինչի իմ աշխատավարձից։ Որովհետև շեֆի հետ եմ գնալու։ Բայց հիմա ինչ անեմ։ Պետք է մեկին գտնել Էլենա նման։ Էս ինչա։ Հայտարարություն։ Պահանջվում է վաճառող փակագիծը բաց ուղի փակագիծը փակ։ Այս հայտարարության մեջ սխալ կա։ Ինչ սխալ։ Բառի մեջ փակագիծ կա։ Անուշ, ոչ մի սխալ էլ չկա, մեզ վաճառողի է պետք։ Ես կարամ ստեղ աշխատեմ։ Անուշ, դու չես կարա աշխատես։ Չեմ հարցնում։ Ասում եմ ես կարամ ստեղ աշխատեմ։ Անուշ, ուղղակի մենք ուրիշ տիպի աղջիկ ենք փնտրում։ Դու ուզում ես ես սաղ կյանքս առանց ռիփսի մեծ կոշիկի մնամ։ Ասում եմ ես եմ ստեղ աշխատել, որը
Դու հնարավոր դու ես աշխատում։ Օրա ինտերնետ, օրա էսի նկարներ ասարքում։ Հեսա մի հատ աբո մեգի էջ եմ բացում, ես նկարնը դնեմ գլավնի նկար։ Մի հատ է սրա կուպալնիկովը սարքի։ Մամայի բալա, ապրես այսօր մաման քեզնից շատ գոհ է։ Ինչ եմ արել, որ մամ ջան։ Դե բա ֆայմել ես Աննայի համար ծաղիկ ես արել։ Հա դե մամ ջան, դու ինձ ասել ես, որ Աննային ուշադրություն դարձնեմ, ես է չեմ կարա քո խնդրանքը չանեմ, մամ ջան։ Մամ ջան, բայց մի հատ բան եմ ուզում քեզ խնդրեմ։ Կարաս ինձ մի քիչ փող տաս։ Ինչքան բալ ես։ Կամ մի $30,000 կամ 30,000 դրամ։ Ինչի համար։ Դե Աննային ուզում եմ տանեմ կամ Դուբայ կամ բժնի։ Բժնի կգնաք։ Նայրամսին էլ Դուբայ։ Իրար հետ կգնաք։ Դու, Աննան ու ես։ Ա, մամ ջան, մերսի։ Բարը, ձեզ օթորակի չեք պատվիրել։ Գիտեմ, ասեմ ավելին դուք էլ բերել եք, բայց չէի սպասում, որ սենց արագ կբերեք։ Եկեք ցույց տամ որտեղ եք տեղադրել։ Չէ, ես չեմ տեղադրում, մասնակետը կա կտեղադրի, ասեք որտեղ դնեմ։ Անց տղաջան ցույց կտամ։ Աննա ջան, ծաղիկները ստեղ հասավ։ Այո, հասավ։ Բայց հայտնվեցին աղբամանում։ Աշոտ, ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում։ Ինձ քո սիրահետումները չեն հետաքրքրում։ Ինձ այս պահին միայն հետաքրքրում են ֆրանսիական մեծ հեղափոխության փուլերը։ Աննա ջան, ախր ես քեզ հավանում եմ։ Ինչ ես քեզ ձև տալիս։ Արի ընկերություն անենք։ Ինչ։ Ինչ ընկերություն, ոչ մի դեպքում։ Հա, բայց ինչի։ Որովհետև ես ընկեր ունեմ։ Լավ էլի մի խափի։ Ես սաղ ճշտել եմ։ Ձևի համար մի հատ ուզող էլ չունես։ Ոչ, ասեցի ես ընկեր ունեմ։ Բա ուր է ընկերդ։ Մի օր ձեզ իրար հետ չտեսանք։ Կյանքս ինչ ա եղել։ Դու ով ես։ Ես Վանն եմ, ես ընկերն եմ։ Ինչ եք խոսում։ Ինչ ընկեր։ Լավ ընկեր ջան, մենք հələ իրար կտենանք։ Կներես էլի որ քեզ գրկեցի ուղակի մտածեցի որ ընկերները տենց են անում։ Դու ինձ կներես, Դավիթ։ Ես քեզ շատ վատ պատմության մեջ ներքաշեցի։ Իրոք հա։ Լավ, ես գնամ դասի։ Ես էլ։ Ես ես կողմ եմ գնում, դու ո՞ր կողմ։ Ես էս։ Գնա, Քարտս փոխեցի։ Աբոն դարավ X6-ով մեկի ուզողը։ Տեխնոլոգիա։ Հեսա զուեգը սխմեմ, ես ու մեկից դառնալու ենք թույն զուեգ։ Так. Բարև մեկի ջան։ Աչե։ X6-ով տղան սենց չեր կարի։ Բարև մեկ։ Ուրա պուտասանի։ Ջան։ Ոնց թե ովա։ Ես եմ աբոնա, քո սրտի աբոնա։ Բայց չէ, ասիս ենք, քո ուզողն է։
ստացվում է։ Ինչ պետք է անես։ Ջան, վերջապես մի հատ նորմալ մեքենայով տղա է ինձ գրել։ Մեկ ջան, ես քեզ մաքուրով եմ ուզում եմ գասի մոջախը զարդարես։ Ռոմանտիկա։ Շատ լավ է։ Լիքը հաճախորդ կա։ Աչքիս լավ եմ սպասարկում գալիս են։ Ապա արի մի բան կեր։ Չէ, չեմ ուզում։ Դու չհասկացար, չեմ առաջարկում։ Ասում եմ արի մի բան առ ու կեր։ Բայց սոված չեմ, չի ուտում։ Ուրեմն պետք է էներգիա ծախսես։ Սովածացար։ Բա հիմա։ Հա, սովածացա։ Շատ լավ։ Հնամ բան կեր։ Անուշյան, ես կերեդ վերջացրել եմ, կարամ գնամ։ Գնա, բայց մյուս դասամիջոցին էլի կսովածանես։ Անպայման։ Լսի, Լենգեր ջան, այդ որ մոտիկանում ես անային առաջարկություն ես անում։ Խիմը չես հետաքրքրվում, այդ աղջիկը ուզող ունի, չունի։ Ես մենք դուք Ապեր, ես բանասիրական եմ սովորում ու բոլոր անձնական դերանունները լավ գիտեմ։ Լսի քեզ ինչ եմ ասում, դասերից հետո կգաս 401 լսարան, սպասելու եմ։ Դավիթ, ինչ էր ասում Աշոտը։ անձնական դերանունները։ Ինչ։ Ասաց որ դասերից հետո 401 լսարանում սպասելու է ինձ։ Շատ վատ է։ Շատ վատ է։ Ինչի։ Որովհետև հաստատ ուզում է Գավգամելայի ճակատամարտը վերարտադրի։ Այսինքն։ Ծեծելու է քեզ։ Ված ծեծելու է։ Չի կարա ծեծի, ես բան եմ, ես ուժեղ եմ։ Չի ծեծող հլը չի ծնվել։ Բարեա խորժակ։ Անուշ Դավիթին շատ պիտի գաս օգնես։ Ես չեմ կարա, այս սրճարանը իմ վրա է, հաճախորդներին պետք է ժամանակին ու բարեհամբույր սպասարկեմ։ Նորմալ կեր։ Մեկի ջան, ես ուր ես գնում։ X6-ով ուզողս ա գրել, հետը դեյթի եմ։ Դե շնորհավոր։ Գնալու եք Դուբայ։ Բա ավելի շնորհավոր։ Դե գնա խոսա հետը։ Ես արդեն խոսացել եմ։ Դե գնա մի հատ էլ խոսա։ Չէ, վատ բան կմտածի իմ մասին։ Դու գնա։ Չէ, այդ նույն վատ բանը իմ մասին էլ կմտածի։ Գնա։ Լավ, ես կխոսամ։
Կարինա։ Չէ, գոր։ Իմ անունն եմ ասում։ Կարինա։ Իսկ դու ո՞նց հայտնվեցիր մեր կուրսում։ Բանասեու 001731 զորամասից։ Դու օտար լեզուների ես տիրապետում։ Երգչի սիմպոես։ Մի հատ էլ խելացի։ Կարինա ջան, ոչինչ որ հիմա դասա։ Հա ոչինչ։ Մեր մոտ ամեն 10 րոպեն մեկ դասը։ Իսկ դու ընկերուհի ունես։ Ոչ մի կերպ։ Իսկ հավանածաղջիկ։ Ոչ մի կերպ։ Իսկ ուզես ունենաս։ Էդ ինչ էր։ Ավելի ճիշտ ով էր։ Ես եմ։ Արև ձեզ։ Մի րոպեով գորին կարելի է։ Հայլենկե Պետրոսյան, արա գնամ ու վալնենի կամ։ Գնամ։ Անուշ։ Մեզ թալանել են։ Չէ, Կերել ես։ չէ, Բա ուր է ապրանքը։ վաճառել եմ։ Ոնց, էս ամբողջը, բայց ոնց ես արել։ Դե երևի ես վաճառք անելու տաղանդ ունեմ։ Ապրես, Անուշ։ Ապրես։ Իսկ ուզես մշտական տեղափոխվես մեր մոտ։ Չէ, մշտական չեմ կարա, այսօր գործեր ունեմ, արի փողս դու գնամ։ Տան ցավը տան, հեսա գալիս եմ։ Հեսա կասան։ 117,000։ Ապրես, Անուշ, ապրես։ Դե սովորաբար աշխատողին 20%-ն է աշխատածի։ Հեսա քո մասը տա։ Ված չի, 117,000-ի 20%-ը տենց մի 40-50,000 կրնի, նայած կուրսի ինչքան է։ Դες գնացի քանի խանութների չեմ փակվել։ 25,000 անում ընդամենը։ Ալո, Շուշան։ Աղջի աբուլիկս նշանվել է։ Այս տարի էլ կամուստանա։ Մեր տնվորներից է, մի կարգին խելացի սիրուն աղջիկա։ Չէ, դեռ օրը չգիտենք, Շուշան ջան։ Հենց իմանանք իմացի, որ ամբողջ Գերդաստանին հրավիրում եմ։ Հա։ Մանուշակ, աչքներս լույս, աբուլիկիս ամուսնացնում եմ։ Աղջի մեր տնվորներից է, մի կարգին խելացի սիրուն աղջիկա։ Այսինքն բա ինչի է աբուլիկին ուզում։ Մանուշակ աղջիկ, զանգել էի ասեմ, որ ձեզ չենք հրավիրում։ Ժորիկ, ինչ է եղել։ Հեչ, եկել եմ քեզ իմ պանիխիդային կանչեմ։ Այսինքն։ Էդ ես մեռել եմ, որ ուրիշ ուստայից կանչեմ։ Ժորիկ ջան, դե լավ էլ ես մարդը իրա գործի վարպետն է։ Ժորիկը որ կոնդիցիոներ էր տեղադրում, կոնդիցիոներ չէին արտադրում այդ ժամանակ։ Ուրեմն դու իմ ատվորքեն փոխարինել ես այս շուրուպապ բյորտի հետ, հա։ Ժորիկ ջան, հանգստացի։ Էս ինչի ինչ որ դու ես մտածում։ Էս ամեն ինչը այդ ծառայության մեջ է մտնում։ Խի որ իմ տանը մի բան փչանա, ես չգիտեմ, որ քո ոսկի մատերը պետք է դրան կպնեն։ Ես իմ, հա, այդ չլեմ չիմանամ, որ ծորակը փչանա ուրիշ սանտեխնիկ կանչես։ Ուրեմն ես վատ սանտեխնիկ եմ, հա։ Հիշում ես, սանտեխնիկից կամբինիզոնը հիշում ես, վետ։ Հիշում եմ, դա մոռանալ կլինի։ Տկլոր ջանի թակել եկել էիր, մարդկանց մոտ ինձ խայտարակ արեցիր, անշնորհք։ Գործավոր կավարտես, ես աստիճանը կթողնես, կգամ ես քիչացնեմ պատվոլը։ Բայց ես մեր աստիճանն է։ Հա, գիտեմ։
Yeah. Մեգի ջան, այս օտանավականի տեղը շփոթել ես, բա դու Դուբայ չպետք է գնայիր։ Սպասում եմ ընկերս գա միասին գնանք։ Դու ավելի լավ մի խանգարի։ Բայց ինչ ես երկու ճապրուկով Մեգի ջան։ Մեկը ամառային շորերս է, եսը ձմեռային։ Հաբո, դու մեռար։ Բնակ ասա որ ամառային շորերն է մեջը։ Ախպեր պես։ Ես էլ ձմեռային։ Գլեմ մի րոպե, բասոկի փողը։ Ոստեղ ինչ ես անում։ Անան ասեց կամ սրա հետ բացատրական աշխատանքներ տանեմ, են էլ լեզվին տվեց։ Աբես կարիք չկա։ Արխային դեմքին չեմ խփել, օֆիցերներին չեն ջոկի։ Բայց ես ինքս սրա հախից կգայի, ես սպորտային պարերի եմ գնացել։ Լավ, տեսա բաստող եմ լուծի։ Արի ստեղ տենամ է։ Գորբայի։ Բայ գոր։ Սես մի տավեցի դեմքին, ընգավ գետնին, հետո բռնեցի քացով խփեցի փորին, օդում երկու կռուկ ֆրած ընգավ գետնին, բռնեցի դες ձեռը ոլորեցի, ասեցի մեկ էլ աննային մոտիկանաս, ոտերդ կջարդեմ այդ տաղա։ Գիտես չէ, ես էլ գորին ասել էի, որ գար քեզ օգներ։ Չաստրեցի Աննա ջան։ Մտա տեսա լախկումա, էս լարիվ գազան։ Անուշ, կոշիկն առար։ Հա, առա։ Բայց փողս մենակ աչին հերիքեց։ Դու սպասի, դու բանին ես ուզում խփես։ Հա, որովհետև ես լեկտիտ ուզում էր ինձ այսօր տաներ բաժնի։ Աբուլի։ Դու սրան էիր ուզում տանես բժնի։ Մամ ջան, ես քեզ սաղ կբացատրեմ, մամ։ Բա դու ինձ ուրիշ բան էիր ասել։ Չէ։ Մամաս։